Բարև ձեզ Փաստինֆոյի հարգելի հետևորդներ, շարունակում ենք աշխատանքը տաղավարից եւ այսօր հյուրընկալել եմ Extrasense Սոսե Բաբայանին։ Բարև ձեզ Տիկին Բաբայան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ չեք մերժել եւ հյուրընկալվել եք մեզ եւ ուզում եմ միանգամից մեր հարցազրույցը սկսենք հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից, երբ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվեց։ Նախ ուզում եմ հասկանալ, սպասելի էր ձեր համար ընտրության արդյունքները եւ արդյոք դրանք չեն կեղծվել քաղաքացիների կամոք է եղել ամեն բան, նաեւ հաշվի առնելով այն, որ դուք մեր տաղավարից նշել էիք, որ հաջորդ վարչապետը Սփյուռքից է լինելու։ Այո, հիշում եմ, մի քանի տաղավարներից նշել եմ, որ հաջորդ վարչապետը, նույնիսկ ասել եմ ջամպրուկը պատրաստի ու արագ արի երկիրը հանի այս վիճակից։ Ասել եմ, առավոտ շուտ հունիսի 7-ին ժամը հենց սկսել եմ արդեն ընտրական կարգը, առավոտ շուտ իմ խղճի հաշվին ներկայացել եմ, իմ պարտ կհամարեմ ու անցնեմ գործի։ Ու մեծ ակնկալիքներով, որ կարող ենք մենք երկիր դարձնենք, շենացնենք։ Ես միշտ բոլոր տաղավարներից ասել եմ, ես Թուրքին չեմ հավատում, թեկուզ բարեկամության որպես խորհրդանիշ, որպես թրիմփի ճանապարհ, որպես չգիտեմ ինչ, ոչ մի բանի չեմ հավատում, այսօր էլ չեմ հավատում թրիմփի ճանապարհին։ Կհավատամ այն ժամանակ, երբ որ մենք կարողանանք այդ ճանապարհից որպես սուվերեն տարածքը մեր, այդ ճանապարհից մեր պետության բյուջեն բավականին տրանզիտ գումարներ մտնի, ոչ թե Ալիևը կանգնի եւ ասի, որ իմ սուվերեն տարածք է մտնում, Արևմտյան Ադրբեջանն է այդտեղ, մեզ տեղը հանել եք, տեսեք ինչ է կատարվում։ Վաղներ Արցախը բռնի ձևով տեղահանեցին, ինքը շատ արագ ձևով, միջև մենք դանդաղ քայլեր ենք անում, ինքը շատ արագ ձևով ասում է, որ մեր բնակիչներին տարիներ առաջ 92 թվին բռնի ձևով տեղահանել են, այդ մարդիկ պետք է բոլորը գան իրենց տներ։ Այսինքն իրատեսական եք համարում 300,000 ադրբեջանցիների վերադարձը։ Իրանք նշում են, որ 300,000, իրանք նշում են տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ պետք է հետ վերադառնան իրենց տուն, իրենց հողի վրա շենանան, զարգանան եւ առանց որևէ խոչընդոտի։ Զարմանալի նայ, այնքան բաներ ունեմ ասելու, որ կարողանամ տեղավորվեմ, մտքիս այն փայլատակու մտքերը առաջ բերեմ եւ իմ հետևորդներին, յութուբյան ալիքի հետևորդներին հրամցնեմ, որ իսկական իրողությունը որն է։ Մի քանի անգամ ես պաշտոնյա անձնավորության հետ հանդիպել եմ, բանավեճի մեջ եմ մտել, հանկարծ ասել եմ 300,000 ադրբեջանցիներ են գալու մեր Հայաստան, մեր սուվերեն տարածքներում, շատ խիտ ձևով ասել է ոչ, ապատեղեկատվություն մի տարածիր, այդպիսի բան գոյություն չունի։ Ես մտքիս մեջ արագ կարողանում եմ վեր լուծել եւ ասեմ տվյալ մարդը աթոռ է երևի զբաղացնում, որ այդպես շահադիտական մարդու աչքերից, մարդու բերանի խոսքից, մարդու շարժումներից, ներվային շարժումներից երևում է, որ տվյալ մարդը չի ուզում իր աշխատանքը կորցնել, հանուն իր աթոռի մնալու համար, ինքը ամեն ինչին թեկուզ ստորանալ ասի պետությունը ճիշտ է կամ պետությունը կարող է եւ ճիշտ լինի, ճիշտը ճիշտ ասեք, սխալը սխալ ասեք, որ մենք կարողանանք պետություն դառնանք, ուժեղանանք։ Ալեք Բերի այդ անուն ազգանով անձնավորություն Ալիևի կողմից պետական բյուջեից իջացրած աշխատավարձով հատուկ աշխատում է արևմտյան ադրբեջանցիները հետ վերադարձի դեպի մեր սուվերեն տարածք, այդքան հոգի թե մենք որտեղ ենք իրանց տեղավորելու, չեմ բարձրաձայնում, փոխանակ իշխանությունները, այսօրվա ղեկավար իշխանությունները բարձրաձայնեն, որ մարդիկ տեղյակ եղեք եւ պատրաստ եղեք դրան, եւ ընդդիմադիր մասը, ընդդիմադիրները պետք է ասեն ժողովուրդ ջան, եկենք համախմբվենք, ձեռքի տանք, վաղը ուշ է լինելու։ Բայց հնարավոր համարում եք ընդդիմության համախմբելը։ Զարմանալի, մի քանի հոգի չհաշված, մի քանի կուսակցություն չհաշված, մնացած կուսակցություններում բավականին
առողջ ուղեղով դատող մարդիկ են, բայց թե ինչից կաղում են, չեն հավաքվում, թևի տան, այն ժողովրդական խոսքը մի քանի անգամ այս գեղեցիկ նախադասությունը ժողովրդական խոսակցության գեղ կանգնի գերանքը կոտրի, ինչի չեն կանգնում, ինչի չեն մեր թուրքի գերանը կոտրում, որ ինքը չկարողանա ռիսկ անել, երբ որ մենք ռիսկով խոսենք Ալիևի հետ, պարտադիր չէ մենք պատերազմով խոսենք, մենք կարող ենք աշխարհի առաջ դիվանագիտորեն խոսել, որ հարգելի մակ, չգիտեմ ինչքան կառույցներ կա, որ կարող են մեր համար, հայ ազգի համար մարտնչել, որովհետև զգում եմ մենք պայքարում ենք, իրանք էլ մեր կողքը կկանգնեն, այնպիսի կադրեր ենք տանում Սաֆարովի բան, որ հայ գլուխը քնած ժամանակ գլխատեց եւ մի այնտեղ նորից կրկվեց ու Ալիևը այդպիսի մարդկանց տալիս է հերոսի կոչում, որպես արիության մեդալ է տալիս, որտես հայ ազգը մեր թշնամուն ինչեր է անում։ Մենք մեր այն ամենախելացիին, եթե մի խելոք գաղափար է ասում, որ կարող է կործանվել, չեն ուզում, որ ոչ մեկը իր ձայնը լսի եւ սպառնալիքով իրենց բանտեր են լսնում։ Իրանք այն իրանց բանտերից հանում է, որ նեղ պահին կարողանան բավականին բազկի ուժ ունենան, իսկ մենք կատարում ենք լրիվ հակառակը։ Այսինքն մենք թուրքի ջրաղացին ջուր ենք լցնում, բայց հասարակ երեկվա պատկերը մի երկու օր առաջ մեր ավականու նիստն էր եւ այդ մարդիկ էլի աթոռ են զբաղեցնում, մարդիկ են ընդունում, մարդիկ դռան հետևում հերթ են կանգնում, որ տվյալ մարդու մոտ մտնեն եւ գեղեցիկ խոսքեր ասի, սիրտը հանգստանա ու գնա իր առօրյա գործին։ Այդքանը տեսնելուց կանայք իրար ձեզ կրտուքի մեջ, ես հիմա կապ չունե թե դիմադիր է, թե ընդդիմադիր է, ես հենց Նիկոլ Փաշինյանին ուղղում եմ խոսքս իրան, ով որ բերանից կեղտոտ ոչ կորեկտ է իրեն պահում, անվայել մարդու կանանց մանա, կնոջ անվայել, երեխաներ ունի, իր երեխան իրան չի տեսնում հեռուստացույցով, իր ամուսինը չի տեսնում, որ ինչ որ մեկ ուրիշ տղամարդ զորով գրկած պահում է, որ այդ կանայք իրար չջախջախեն։ Իմ կարծիքով շատ մեծ գրող երևի Պուշկինն է եղել, ասել է, երբ որ իմ հայրենիքում կատարվում է անհիմն ոչ հայրենասեր բաներ, ես զզվում եմ իմ հայրենիքից, ոնց կարելի է այդպիսի բան կատարվել հայրենիքի ներսում, բայց որ հանկարծ օտար երկրացին է ասում, ես ինչ երկիր է, իրար չեն կարողանում զսպեն, ցուցակից հանեք սրանց ոչնչացման եզրին են սրանք, ոչ մեկը իրոք ձեռք չի մեկնի, չի աջակցի, ոչ գումարով, ոչ սոցիալապես, ոչ մի բանով, ոչ էլ կասեն այս Աֆրիկայի ժողովուրդ են, խորհրդարանում իրանց պահել չգիտեն, իրանց ձեզ կրտուկ, ջարդ, անպատիվ խոսքեր, մի խոսքով ջուր են վերցնում, շփում մեկը մյուսի երեսին, հայ հենց Նիկոլ Փաշինյանին կանգնեմ այստեղ, բոլորին պաշտոնան կանի։ Բոլորին ու մնացածները որ գան հիշի որ ղեկավար մարմինը իրավունք չունի աշխարհը նայում է հետևում է եւ ոնց կարելի է դու չկարողանաս քեզ կորեկտ պահել։ Ես հասարակ եկել եմ այս հաղորդման, եթե հանկարծ նույնիսկ բառի մեջ մի անվայել բան եմ ասում, կարող է ձեզ խնդրեմ, վայ խնդրում եմ էլի այս պահը կմոնտաժեք, որովհետեւ չգիտեմ անկախ ինձ թեկուզ այդպիսի բան երբևէ վատ կոմենտներ գրեն, չեմ անդրադառնա, իր գաղափարն է երևում, ես ընդհանուր ասում եմ միայն հայրենասիրության մասին, որ կապ չունի, ընդդիմադիր մասից է, թե դիմադիր մասից է, հայրենասիրությունը դա հայրենիքի եւ մեր ժողովրդի նվիրվածությունն է, որ բոլորին համախմբելն է, բայց մենք չտեսանք, վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը, գոնե առանձին զեկույցով ասի ժողովուրդ ջան, ես նորից վերընտրվել եմ, բոլորի հավասար աչքով եմ նայելու, խառնում եմ իրար ժողովուրդը, այդ սև ու սպիտակ գոյություն չունի, եթե Աստված մի արասե պատերազմ լինի, չեն ասելու, այս սևերից այն սպիտակներից չի կարելի, բոլորի խառնի մի համուր ձևով, մեր երկրի ղեկավարն եք, մենք բոլորս քո մոտ ենք գալիս, ուրեմն տարբերակում եք, նշանակում է, որ ԿՊԱ-ականները դա դիվան չկա,
ԿՊԱ-ականներից ինչքան եւ տղամարդիկ եւ կանայք այնքան այնպիսի լեքսիկոն ունեն, այնպիսի բառապաշար ունեն, որ ինձ, չգիտեմ, խնդրեք, ասեք, իրանց գոնե որպես ուրիշի ուղակի խոսք կրկնեք, այդ կանայք ջահել կանայք են, ինչ արտահայտություններ են թույլ տալիս հակառակ կողմի վերաբերյալ կասեմ ներողություն, ես իմ իրոք դասիրակությունը չի թույլ տա, որ իր ուրիշի ուղակի խոսքը կրկնեմ, այ Իրանից էլ, մեզանից է բոլորին հանձել, գերանդին վերցուրը բոլորին հանձի, այս ինչ ձև է, բոլորը իրանց պահում են անվայել ձևով, ինչ բառ ասեց, հենց այսօր, չգիտեմ, նիստ է արել, օրենք ընդունի, պետք է ընդդիմադիրներն էլ, ինչ որ մանդատ չեն վերցրել դեռ մտածում են վերցնեն, չվերցնեն, իմ կարծիքը, սեփական կարծիքը ասեմ, որ ոչ, ես կողմ չեմ մանդատ վերցնելու, որովհետև ես իրան չեմ ընտրել, օրինակի համար չեմ ընտրել, որ մտնի խորհրդարան, էլի նույն դեմքերը, նույն մարդիկ, որ մտածում եմ այսպես շախմատի քարեր կամ ազգային ժողովի նախագահան փոխվի, դառնա չգիտես ինչ, մեկը գա ազգային նույն մարդիկ։ Բայց միգուցե մանդատները վերցնելուց հետո ամեն բան սկսվի։ Քանի որ մենք նաև տեղյակ ենք, որ ընդդիմադիր ուժերը պատրաստվում են միասնական ճակատով ըստ էության հանրահավաք իրականացնել։ Ահա չեն կարող, հանրահավաք ինչքան ենք մասնակցել, հավաքվում են ամբողջ հրապարակով մեկ մարդիկ են հավաքվում, դրա համար ասում են իրանք պետք է լինեն ուսուցիչներ, երկրի ղեկավարը պետք է լինի ուսուցիչ, ես ինքս ուսուցիչ եմ, ուսուցիչը դա մշակն է, ոնց են հողը մշակում, մտնում ես այգի, ասում ես վայ Երանի սրա այգեպանին, այդ տերը ինչ լավ այգեպան ունի, պետք է նայենք մեր պետությանը եւ ասենք Երանի տիրոջը, այսինքն մեր տերը Նիկոլ Փաշինյանն է, բայց արանքում այդ ինչ բառապաշար, այդ ինչ ոչ հային վայել խոսքեր, այսինքն բաժանված ենք երկու մասի, Հայաստանում կա հայ ադրբեջանցի եւ իսկական զտարյուն հայեր, այդպես իրար են նայում, այդպիսի մտքով են իրար հարձակվում, մեկը դուր չի գալիս, ասում է թուրք, մեկը նրան ասում է թուրք, չի կարելի, այդ պետք է ով մշակի, պետք է այդ մշակը լինի գերագույն գլուխը, Նիկոլ Փաշինյանը, այդտեղ թերանում է, որպես իմ տարիքը ինքը կհարգի եւ դրան ուշադրություն կդարձնի եւ առաջինը հենց իր դաշտը կհնձի, հետո կասնի ընդդիմադիր դաշտից, որ լինի երկիր կկարողանանք վախենալ վաղվա մեզ ոչ կոռեկտ պահելուց։ Տեսեք, փաստացի այսօր Նիկոլ Փաշինյանը իր ձեռքում է կենտրոնացել իշխանական բոլոր լծակները, եթե նա ուզի ինչ-որ մեկին արգելել երկրից դուրս գալ, կարգելի, եթե ուզենա մանդատ չտալ, չի տա, եթե ուզենա կալանավորի, կկալանավորի եւ նմանատիպ այլ դեպքերի ենք ականատես լինում։ Այս պայմաններում նախ ընդդիմության համախմբումը ինչպես կպատկերացնեք եւ իշխանափոխությունը ինչպես կկատարվի, երբ Փաշինյանը նման կերպ է իրեն պահում։ Նորից նույն համարը մի քանի օքի են փոխվում, մանդատները որ վերցնեն ընդդիմադիր դաշտից, ընդդիմադիր դաշտը պետք է ուղիղ հակակշիռ լինի դիմադիր դաշտին, այսինքն ներկայիս գործող իշխանությանը, որ կարողանա իր ոճով, իր ձևով կարողանա կոտրել, բայց չի կարողանա կոտրել։ Ինչու՞։ Որովհետև ավելի թույլ են Նիկոլ Փաշինյանից, թե այլ հանգամանք կա։ Չէ, ուժեղ են, բայց չգիտեմ, եթե որևէ մեկը շատ ճիշտ խոսում է, եթե կարողանում է այդ ծանրակշիռ մասը պահպանել, այսինքն չեզոքացնել եւ երբեմն այլընտրանքի երևույթներ մտցնել օրենսգրքի մեջ, իրանք չեն ընդունում, գիտեն թշնամի, այդ թշնամության մասին եմ խոսում, միջև այդ թշնամությունը չհանվի, իրար խոսքը չեն ընդունելու, դրա համար լինելու է վեճեր, էլի շշերի շպրտում, էլի անվայել խոսքեր, մեկը մեկին անպատվի, չգիտեմ, այդ բանը պիտի բացակայվի, որովհետև նույն մարդիկ են, պետք է խորհրդարանը լուծարվի, հիմնական ազգային ժողովի նախագահից հենց Նիկոլ Փաշինյանը, էլ չենք ուզում Ալեն Սիմոնյան, M1, թող նոր դեմքեր կան տարբեր մարդիկ, տեսանք ինչ արեցին, քայլ չենք տեսնում, իրանք գալու են էլի նույն տեղում դոփելու ենք, լճացումը ամենասարսափելի բանն է,
Անդիմադիր դաշտը չի կարողանալու ըստ ձայների այդպիսի եթե որևէ քվեարկություն լինի էլի ձայնի ցածր լինելու պատճառով իրանք հաղթելու են այսինքն դեպի իրանց կողմը եթե օրենք են ընդունում սա այս մարդուն դատել օրինակի համար եթե 96 հոգուց ենթադրենք 80 անտրվեց, ձայն տվեց, կողմնապահ եղավ, պարզա, որ իրանք մի շահելու են, այ դա է խնդիրը, դա է ցավը, որ չեն թողում խելացի մարդիկ, հենց խելացի մարդիկ մի միտք են ասում, ասպարեզից դաշտից հանում են, դա, մենք երկիր չենք դառնա, որովհետև ունենք նախանձ թշնամություն, չի կարելի մարդուն նախանձել դրսում գնում է օլիմպիադա, գնում է, չգիտեմ, ծանրամարտի, ամեն սպորտային բաների, մենակ սպորտը չէ, մաթեմատիկական ունակություններ, բոլոր օլիմպիադաները, մենք իրանք դրոշը փաթաթում են, մենք չենք ասում նիկոլականեր, թե ոչ նիկոլականեր, մենք բոլորին դրսում ասում ենք հայ, բայց դեռ իրար ուտում են դրսում մենք ծափահարում ենք այ առաջի որպես ասում եմ այլ ընտրանքային ձև ես որպես Հայաստանի քաղաքացի ես որպես առաջի պատերազմ տեսած այս պատերազմը տեսած քառորյան տեսած բոլոր տեսած հանրագումարի են բերում եւ միտք է ծագում միջև դուք միասնական չլինեք երբեք թշնամին չի կարա եթե միասնական չեք Թշնամին կհաղթի, իսկ եթե միասնական եք, Ալիև ընդհանուր ինքը իր էության վախկոտ մարդ է, որովհետև տեսել է մայիսի 9-ներ, ոչ թե 9, այլ 9-ներ է տեսել, որ մենք ոնց ենք հաղթահարել ամեն ինչը եւ միջև Բաքու կհասնենք, հիմա բանը տվել ենք իրան, խաղաքարտը տվել ենք իրան, ասում ենք արի մտի Քո արևմտյան Ադրբեջան, ինչի են ծածուկ պահում, դա է զարմանալի, ժողովուրդը թող տեղյակ լինեն, բանում Նախիջևանում ֆեստիվալ կազմակերպեցին, որ մենք գնում ենք արևմտյան Հայաստան, ներողություն, արևմտյան Ադրբեջան, լրի վերջացավ, այդտեղ հրավիրված էին մինիստրներ, տարբեր բնագավառի, ամեն մեկը իր ելույթի մեջ նշեց, որ այո, մենք ոտք ենք դնում արդեն մեր արևմտյան Ադրբեջանը հաստատված, վերջացրած, ինչ ունեն թաքցնելու 21-րդ դարում, որ ինտերնետը բազմազան է, դուք օնլայն հարթակներով տարբեր, թե անգլերեն, ֆրանսերեն, տարբեր միջազգային հարթակներից դուք կկորզեք, որ ճիշտ են ասում, թե սխալ են ասում, եւ չասեք արհեստական բանականությունն է դա սարքում հայերիս վախեցնելու համար, ոչ, այստեղ արհեստական բանականություն ընդհանրապես գոյություն չունի, նրանք արտոնյալ ձևով գալու են եւ Աստված, չգիտեմ, կամաց կկպնեն մեր վարքագծին, ասինքն մեր երեխաներին կնվաստացնեն, որ մենք ձեր հողում տեսնում ես, ոնց ենք մեզ պահում, ստիպված արդեն հարևանը կամաց դուրս կգա, կասի, ես տեղ չեմ ուզում ապրել, ինչի համար, երբ որ կարող են, դեռ էլի ուշ չէ, ասում են, դեռ էլի ուշ չէ, կարող են էլի միավորվեն, վատա, որ դիմադիր հանրագումարի գաք ու ասեք, ժողովուրդ ջան, մենք կործանվում ենք, եկեք մի հայտարարի գանք, ես գիտեմ, աթոռի համար սա մի քանի հոգի, գիտեմ, որ ինքը սրտանց չի ուզում Նիկոլ Փաշինյանին, բայց իր աթոռի համար ֆիկտիվնի Իրանը քվեարկում, որ այդ աթոռին մնա, այ եւ այդպեսի ինչքան շատերը կան այդպես որ պետությունը վաճառում ենք Ալիևին։ Իսկ աշխարհաքաղաքական ինչպիսի զարգացումների կարող ենք առաջիկայում սպասել, ինչպիսի Հայաստանի ենք վերածվում։ Այսօր Նիկոլ Փաշինյանը արդեն ասում է, որ ԵԱՏՄ չկա, ժողովուրդը իրեն քվե է տվել, որպեսզի նա փակի Արցախի հարցը։ Ահա չեն կարող չէ, այդ արտահայտությունն էլ չի գեղեցիկ, գոնե չասի։ Մենք փակել ենք Արցախի հարցը, երբևէ եղել է պատմության մեջ, որ ասում ենք հայրենասիրություն, բոլոր դեպքում հայրենասիրության թիկունքում պատերազմն է։ Ոնց կարող ենք մենք միանգամից ասենք մոռանանք։ Լավ, հարգելի վարչապետ, դուք ձեր պապիկի տատիկի գերեզմաներին չեք գնում, մեր գերեզմանները, մեր տատիկ պապիկը դա Արցախն է։
Ոնց մոռանանք կամ Մասի Սարը մոռանանք, դուք պետք է այնպես հարցազրույց վարեք այդ թշնամիների, ասում են թշնամիներ մի ասեք, բա ինչ ասենք, հակառակորդ ասենք, հակառակորդի հետ լեզու գտի, ասա դուք բռնի տեղահանեցիք, մարդկանց սոված պահեցիք, վերջում մեզ պատիվ տվեցիք, բենզալցակայանները պայթեցրիք, այդտեղ ահագի մարդիկ կորան անհետ, վառվեցին, այդ ինչ սիտուացիա ստեղծվեց այդ վիճակում, վերջում իրանք կենաց խմեցին, այ հենց ադրբեջանցի ինչեր արեցին, պետք է դիպուկ համաժողովներում, գագաթնաժողովներին է խոսքս վերաբերվում, պետք է ասել, իրա խոսքս ոնց լինի, կոչականով լինի, ազդու լինի, որ բոլա հերիքա էլի, ինչքան կարելի է նվաստանալ, հիմա ես Արցախի ներողություն Հայաստանի քարտեզը ընտրություններից առաջ բաժանում են բան, բայց կգա մի օր, որ այդ քարտեզի կեսը չի մնա, եթե իրոք գալիս են, ոնց կմնան, 2 տարվա մեջ դրանք ճագարի նման բազմանում են, ու իրանք ասում են մենք ոչ մեկը Հայաստանի իշխանություններից ոչ մեկը մեզ չի վերահսկելու, մենք մեր վերահսկողով են գալիս, մեր ոստիկաններով են գալիս, այսինքն գալիս են Հայաստանը տերուտիրական դառան, ախր խելքի մոտիկ բան չի, Չարենցն է գրել, ասում է խորշակ բառը, խորշակ նշանակում է առաջներում քամիները տակ, որ երաշտ է առաջացնում, ասում է գետը կարկաչում է հուշերով, մինչ խորշակը այդ աղմկահարույց մեզ դիմավորեց, Չարենցի բանաստեղծությունների մեջ ինչ-որ մի նախադասություն բան արեցի Լրիվ Ալիևին, մենք հանգիստ մեր համար աղմկում ենք մեր հուշերով, հանկարծ խորշակը Ալիևն է, գալիս է տաք քամիներով, մեր հայ ազգին երաշտի ժամանակ ոնց է լրիվ բույսերը չորանում, գալիս են այդ ծրագրով հայ ազգին ոչնչացնելու այդ խորշակները։ Եվ իմ վերջին հարցը Տիկին Բաբայան, այսօր հայ ազգը իր պատմության որ շրջափուլում է գտնվում։ Հայ ազգը դեռ գտնվում է այն շրջափուլում, հայրենիք կորցնելու, չկորցնելու այդ շրջափուլին է, այդ շեմին է գտնվում, որ ամենաարտոնյալ պահը, որ կարող է վերականգնել ու միանգամից չուզենա ոչ մի օտար ազգ ներխուժել մեր սուվերեն տարածք։ Ասում է հայրենիքը հայրենիք չէ, երբ որ մարդ հայրենիք չունի, շատ նման է ժամանակի և տարածության քմահաճույքների մտրակ դարձած ավազի հատիկի նման, մենք ոնց որ իրանք կգան այդ քմահաճույքներով մեզ մտրակեն և մենք իրանց ոտերի տակի ավազը կդառնանք, հայրենիքը մի դարձրենք ավազը հատիկ, մեր սեփականը թշնամու ոտերի տակ, այ ես չգիտեմ ոնց որ պտտվում եմ, հայրենասիրությունն է անդադ շուրջ բոլորս գալիս, որ մարդկանց ասեք, որ ժողովուրդ ջան, մենք Այն վերջի պահն էլ է, որ թուրք ճանապարհին է, մենք միասին ձեռքի տակ, ինքը կվախենա, ինքը ներս չմտնի, դարպասները չի բացի ներս մտնի, մենք ունենք Սյունիք, որ մտնում ես բոլոր տարածքներով այս կարճ ժամանակահատվածում միշտ, սիրտս կարոտում է, անմիջապես վազում եմ, գերեզմաններ եմ գնում, բայց այն Արցախցի ապրողները գերեզմաններ չունեն, որ վազելով գնան, գոնե եթե բարեկամություն է, եթե խաղաղություն է, հնարավորություն տուր Արցախ մտնելու դուրս գալու։ Այդ հնարավորությունը դու ինքը մեր սուվերեն տարածքը գալիս է թագավորակարգում իրան, մենք մեր Արցախը, որ երրորդ դարից, չորրորդ դարի եկեղեցիներ ունենք, թույլ չտալիս, որ մտնենք Արցախ աշխարհ, գորեն կարոտները սառնելու, այդ դեպքում կասեք միակողմանի չի, լավ, սկզբնական փուլում թույլատրում է, որպեսզի գնանք Արցախ աշխարհի կարոտը առնենք ու հետ գանք մեր գերեզմաններից հետ գանք, կամ մեր շիրիմները տեղափոխենք դեպի Հայաստան, այսպիսի վիճակա, չգիտես,
Շատ հեշտ է, բանալին շատ հեշտ է։ Հայը մտածի ու բանալի չգտնի անհնար է։ Հայը բանալի գտնողը ուղղակի թույլ տվեք թող հայը բանալին բացի եւ ժողովուրդը հաշտ ու խաղաղ ապրեն։ Թույլ տվեք, խնդրում եմ, հարգելի իշխանություններ, մարդկանց չտարանջատեք։ Մենք մերոնքական ենք բոլորս, մենք հայ ենք, օտարը նա է, թուրքն է, ադրբեջանցին է, որ ալեք բերի, ինչ չգիտեմ ինչ, նրա իմիջիայլոց ասեմ, որ հատուկ հեռուստատեսության ալիք են բացել Արեմտյան Ադրբեջանի վերաբերյալ, որ ամբողջ ժողովուրդը տեղեկացված լինեն։ Պատկերացնում եք, մանկապարտեզում այդպես հիմա որ Արեմտյան Ադրբեջան են գնում, հեռուստատեսության ալիքը միայն դա է անընդհատ խոսում։ Իսկ մենք ծածկում ենք։ Ինչքան կեղտը ծածկենք, մի օր ջրի երեսա դուրս գալու, չի կարելի ծածկել։ Մեր հայ ազգը այնպիսի ազգ է, որ ամբողջ աշխարհն է նախանձում, այս փոքրիկ տեղում ամեն եղանակ կա, մի ամառվա ընթացքում, որ մտածենք կարող ենք ձմեռ գտնել, աշուն գտնել, ամեն ինչը կգտնենք, այսպես նախանձով գալիս են եւ Ամերիկայից, եւ Եվրոպայից, բոլորի աչքը այստեղ է։ Թրիմպի ճանապարհը իր շահույթի համար էր, որ Պարսկաստանին նեղացներ, ամեն մեկը մի պատճառ, բանը ասել են վաղուց, որ ֆրանսիական նավերը մեր լեռները չեն կարող բարձրանան, պատերազմի ժամանակ ուր էին, այսօր երկիրը գտնվում է փոթորկալից իրավիճակում, բայց այն խոշոր տերությունների մասին է Ռուսաստանը ինչ ճգնաժամ է ապրում, բենզին չկա ու բենզալցակայաններում կիլոմետրանոց հերթեր է կանգնած։ Այսպիսի վիճակ, բա դու չմտածես, որ Ռուսաստանին են այդ վիճակի մեջ, գոնե մենք ներսում, մենք բոլորս միահամուռ լինենք, այդքանը եթե 3 միլիոն չկանք Հայաստանում ապրող, կեսից ավելին ասում են սրանք այլ որակի մարդիկ են, ձեր որակի մեջ, այսինքն իշխանական բանի մեջ, միտինգների ժամանակ հրապարակում այնպիսի բառեր են ասում, օտար երկրացիներից եմ ես լսել եմ, որ Պուշկինի ասաց, վայ մենք ենք ասում ոչինչ, մերն է, ես, դուք, մյուսը, չենք նեղանում, բայց օտար երկրացին կրկնելով, որ ես ինչ երկիր է, Պուշկինի խոսքերը հիշում եմ։ Մի խոսքով լինենք բոլորս հայրենասեր, էլի ուշ չէ, ես հույսով եմ, որ կգա այն առում, որ կրկչան կարկաչելով լավագույն հուշեր անպայման կբերի։ Ես ասել եմ, պետք է գա այն մարդը, որ միանգամից շրջադարձ կատարի եւ նման դեմքերին էլ չտեսնենք։ Այսինքն շախմատի քարեր չխաղան, խորհրդարանը լինի, նույն խորհրդարանը լինի։ Պետք է նոր ուժ, նոր մարդիկ, նոր ձևավորումներ, նոր օրենսդիր մարդիկ, օրենսդրական դաշտ։ Շնորհակալ եմ Տիկին Բաբայան, կարծում եմ բավականին հետաքրքիր հաղորդում ստացվեց։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, այսքանն էինք պատրաստել, իսկ Fast.info-ին առաջարկում եմ հետևել նաև այլ սոցիալական հարթակներում, այդ թվում Telegram-ում, Facebook-ում, TikTok-ում, Instagram-ում, իսկ մեր պաշտոնական կայքեջը կարող եք փնտրել Google հարթակում որոնելով 3w.fast.info.am